Դուք ինչպես միշտ գտնվում եք դեպքերի իրադարձությունների կենտրոնում, ինչպես կմեկնաբանեք լավ այս ամբողջ ընթացքը, որ կատարվում է եկեղեցու նկատմամբ, անհատների նկատմամբ, բարերարների նկատմամբ, սա ինչ միտում ունի վերջապես։ Մեկնաբանությունից ավելի խորքային է եւ շուտ ասել են ցավոք ես իստեգե եմ ունեցել նա 75 թվականի հունիսի 1-ին Չորմեկի առաջացմամբ։ Սովորաբար այդ առաջացումները նորմալ երկրներում այդպես աչի, բայց ինքը հերիք չի աճելա եւ հասարակության չապերտավոր ինտելեկտուալ մեծամասնության շնորհիվ ելա իշխանություն։ Եվ ինչ տեղ է ամենում ոչինչ չի ցանկացել։ Պատերազմը ներած մարդկությունը եւ զոհերի քանակը ցավոք սրտի ինչի մեջ Այո։ Եվ ես ինչ-որ տեղ է մի բան ասեմ, էլի ցավոք սրտի բառը հայերեն թարգմանություն չունի, բայց կատարյալ դիպուկ խոսք է, ավիճնի դե ավել բան, մենք ավելի խորքային ենք նայում արտաքին ճնշում չէ, արտաքին ճնշում եթե կա թշնամու կողմից, իսկ ինքը թշնամու լծիտակա մենակ նրա համար, որովհետև ավիճնի է, որովհետև թշնամուն չեն սիրում են մարդիկ ու իհտե չի սիրում։ Պարոն Ամալյան, այնուհանդերձ ես ինչպես տեսնում եմ մշակութային շոու բիզնեսի գործիչներից սակավաթիվ մարդիկ են հավաքվել, ինչով է սա պայմանավորված չէ, որ հենց նույն ինքը երբեմն չեն նկատում նոր Ռազմիկին տեսամյան։ Այո, ես է տեսա Ռազմիկ Ամյանին, ձեզ եւ կարծես թե վերջ։ Դե հիմա ես այս պահին գիշերը չեմ հասցրել լինել, հիմա եթե գիշերը այդպես լիներ, դաժնորեն ես էլ։ Լավ, ինչով է պայմանավորված նրանց լրությունը։ Համաձայն լինելը դա չի նշանակում։ Իհարկե ես կուզեի, որ բոլորը գան ներկա լինեն, կոնկրետ մեր անձնական խնդիրի չի, դա հանրության հետ կապված իր չէ, հարազատների հետ կապված։ Եվ լիքը մարդկանց գիտեն, որ համախոհեն մեր կողմն չի ստացվում, թե աշխատանքի վերումք թե այստեղ չէ, մեղադրել մարդկանց։ Մեղադրելու չէ, հարցը այն է, որ նույն ինքը Սամվել Կարապետյանը բոլորին հարցել է, աջակցել է եւ այլն, բայց այս պահին այդ նույն մշակութային գործիչները չկան։ Շարքին չեն դասվում։ Դե եւ ես այստեղ չեմ։ Սամվել Կարապետյանի իհարկե տեսանալ ծառայ մարդ շատ խնդրում արվում եմ բայց այս պահին խնդիրն ավելի խորքային եւ ավելի ցավոք։ Իհարկե Սամվել Կարապետյանը դարձել է տիրախ։ Այո։ Կամ եկեղեցու դեպքերի ճանապարհին։ Շնորհակալ եմ։